Ինչ վերաբերում է ԵՄ-ի վերահսկողությանը, ԵՄ-ում ես վստահ եմ, որ առաջին անձը չեմ, որ ձեր տաղավարում սա ասելու է, բայց ես էլ դա կասեմ։ Այն շահերը եւ երկակի ստանդարտները, որ կան եվրոպական կառույցներում, ինստիտուտներում, բազմաթիվ պետությունների եւ հասարակությունների ու ազգերի ճակատագիր են արժեցել։ Այսօր հիմա աշխարհում ցեղասպանության ենթարկվող ժողովուրդներ կան։ Ես ինչ որ չեմ տեսնում ԵՄ-ի խիստ անհանգստացած վիճակը կամ ինչ որ արագ գործողությունների եւ հրատապ գործողությունների իրականացումը։ Ինչ վերաբերում է տրամադրվող փողերին, ԵՄ-ն շատ լավ գիտի, որ այդ տրամադրվող փողերը գնում են Նիկոլի պարգևավճարների, իրենց բանդայի պահպանման ծախսերին, այսպես ասենք, շռայլություններին եւ այն լափամանին, որը իրենց հնարավորություն է տալիս մնալ եւ չկազմաքանդվել որպես բանդա։ Ես ցավով եմ նշելու սա, բայց մենք դարձանք այն պետություններից մեկը, ով ունեցել է եւ ունեցավ փաստորեն Սաակաշվիլի եւ Զելենսկի, բայց ես ուզում եմ նաեւ վստահություն հայտնել, որ մեր ժողովուրդը կարողանալու է այնքան խոհեմ եւ կամային գտնվել, որ Զելենսկուց եւ Սաակաշվիլից ավելի վատ ճակատագիր է սպասվելու Հայաստանում նիկոլական բանդային։